ապրելու են մեր հիմնական խնդիրները դա հապանի պղնձամոլիբդենային կոմբինատի քաջարանի մեղրի սոտքի ալավերդու այդ հարցերի մասին է եւ խախտումով բնապահպանական օրենքների խախտումով եւ չապահովելով հանքարդյունաբերության վերաբերյալ բոլոր օրենքները արդեն վտանգը բնությանը լինում է շատ մեծ եթե ոչ մետաղական հանքերում միայն փոշի ձևով է ախտոտվածության մանրախտոտվածության իսկ այնտեղ արդեն մետաղականի դեպքում թունավորվածության մասին է կիսլուտային այդպես ասած դրենաժային հոսանքների գետերի կեղտոտվածության եւ թաքնված հիվանդությունների, որը չի բացահայտվում կամ չի ստիպված իշխանությունը թաքցնում է, որտեղ այդտեղ կա մեծ խնդիրներ։ Եթե այդ մասին խոսենք, որպեսզի այդ խնդիրները չլինեն եւ հիմնականում մեր հարստությունը մեծամասամբ մետաղական է, ինչպես գիտենք, մեր հայկական լեռնաշխարհը մեծ հարուստ պաշարներ ունի, մենք ոչ մեկ անգամ ենք ասել նախնական հաշվարկներով այսօր արդեն քանի որ հաշվարկը պիտի անի Հայաստանի իշխանությունը, բայց ոչ միտեղ դա չի երևում, ընդհակառակը ցածրացնում են, իբր թե պաշարները ցածր են, բայց նույնիսկ սովետական միության վերջին տարիների տվյալների հաշվարկների հիման վրա այսօր մոտավորապես Հայաստանը այս 30,000 քառակուսիում պաշարներ հանքահումքային մետաղական ռիդկազիմելնի հազվագյուտ մետաղների եւ ոչ մետաղական պաշարները իրար միասին վերցրած մոտավորապես 15 տրիլիոն դոլարի պաշարներ գոյություն ունի եւ պիտի դա դրվեր պետության որպես սեփականության հաշվարկի մեջ, բայց դա այսօր չի երևում եւ քանի որ պետությունը այդ համապատասխան չի օգտագործում հանքերի օգտագործման համաշխարհային օրենքը, արտադրանքի բաժանման համաշխարհային օրենքը ակտիվորեն չի ուշադրություն դարձնում, չի ուզում, որպեսզի ինքը հաշվառում կատարի իրեն հարստությունը եւ դա գալիս է նրանից, որ ասեցինք արդեն սահմանադրությունում ժողովուրդը տերը չի գրված, որ ժողովուրդն է հանքերի տերը, բնական ռեսուրսների տերը եւ հսկողությունը պետության կողմից պատշաճ չի կատարվում, պարոն Խոջյանը նշեց, թե դատախազության եւ հսկող օրգանների փոխարեն ինչ որ ինսպեկցիա է ստեղծվել, որը հասկանալի ֆունկցիա է կատարում, ինչպես ոստիկանություն, դե մենք հիմա չենք կարող դրա մասին խոսել, ավելի մանրամասն տեղեկություններ ես չունեմ, բայց ամեն դեպքում, եթե այդպիսի մարմին է ստեղծվում, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը, որ ինչ որ վերահսկողություն լինի, գուցե ինսպեկցիան մեզ մոտ փոխարինում է ոստիկանությունը։ Բայց ես ասեմ եւ ձեզ հակաճառեմ եւ կառավարությանը, որ հսկողությունը ձևական չի կարող լինել, հսկողությունը ըստ էության պետք է լինի, որպեսզի լինի հսկողություն, դու պիտի իմանաս ինչին ես հսկում։ Եթե մենք չգիտենք այս անկում ինչքան պաշար կա, ինչպես կարող ենք հսկել։ Մենք լիցենզիա ենք տվել, ենթադրենք ոսկու, բայց այդ ոսկու արտահանման ժամանակ կողքից մի քանի էլեմենտ նույնպես գողացվում է, հա, որպես հարակից մետաղներ հանքեր գողացվում է։ Եթե այդ պարունակությունը դու չգիտես ինչպես հսկես, ինչ հսկողություն է լաբորատորիաների խնդիր է։ Այո, այդ հիմա ես ուզում եմ, որպեսզի կարողանաս հսկես, պիտի այդ հսկողությունը լինի միայն օրենսդրության սահմանում։ Երկրորդը բացակայությունը այդ արտադրանքի բաժանման օրենքի համաշխարհային օրենքը բացակայությունը թույլ չի տալի, որպեսզի դու պայմանագիր կնքես հանքերը շահագործողների հետ, ոչ թե ինվեստորների ու տերերի, այլ շահագործողների հետ համաձայն միջազգային օրենքի
միջազգային օրենքի պայմանագրի դուք ընկես նրանց հետ եւ Աֆինաժի գործարանի բացակայությունը Հայաստանում եւ արտոնագրված լաբորատորիայի բացակայությունը Հայաստանում բոլոր հանքարդյունաբերողները իրենց լաբորատորիաներ ունեն, որոնք իրենք անալիզ են անում իրենց համար, որպեսզի իրենք այդ արժեքի իմանան եւ կարող են իրենց հաշվարկները, տնտեսական հաշվարկները կատարել, բայց նրանք պարտավոր չեն, որպեսզի այդ ինֆորմացիան, որը իրենց տնտեսական սեփականությունն է, իրենց բիզնեսի սեփականությունն է համարվում, որևէ մեկի տան, նույնիսկ կառավարությանը տան, որտեղ հիմնականում այդպիսի կազմակերպությունները փակ ձեռնարկատիրական ընկերություններ են, շատերը գրանցված են օֆշորական զոնաներում, իրենց ստեղծում են մի քանի ֆիրմաներ, այդպես օֆշորական, պտտում են, արժեքը մեծացնում են, ցույց են տալի, որ եկամուտ չկա, որից դժում է Հայաստան պետությունը, բյուջե չի մտնում փողեր եւ համապատասխան գումարները չի մտնում եւ Հայաստանի ժողովուրդը չի օգտվում դրանից։ Դրա համար երևի Աֆինաժային գործարանը պարտադիր է, արտոնագրված լաբորատորիան պարտադիր է, ինչպես Ռուսաստանում տեղի ունեցավ 97 թվականին պրեզիդենտ Ելցինը արգելեց չմշակված հանքանյութ արտահանել, որը օգնեց նրան, որ բյուջե անմիջապես շատ արագ փողեր մտան, որտեղ պարտադրեց, որպեսզի ստուգվի արտոնագրված լաբորատորիայում ինչքան արժեքի դուրս գալի եւ դուրս գալուց առաջ ամբողջ ժողովրդի պետության փողերը պիտի մուծվի, նոր արտահանվի։ Դա էլ օգնեց, որպեսզի բյուջեն արագ բազմանա, զարգանա եւ հիմնականում ստիպեց այդ ժամանակին 97 թվականին, որ բոլոր հանքարդյունաբերողները, որոնք ստանում են լիցենզիա, պիտի լինեն բաց բաժնետիրական ընկերություններ, բայց եւ բաց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ եւ պարտադրեց ռուսական իշխանությունը, որ պիտի հաշվետու լինեն ռուսական հարկային օրգանների առաջ, պիտի գրանցված լինեն Ռուսաստանի տարածքում, որ այդ 3-4 բաները Հայաստանում գոյություն չունի եւ պարզ է, որ եթե դու չգիտես ինչ արժեք ես դու տալի, ինչ արժեք են դուրս անում, ինչին ես դու հսկում եւ այդտեղից ինչքան ես ստանում, ինչքանը բյուջե պիտի ուղարկես, ինչքանը պիտի ժողովրդին որպես բաժնամասին հանես, մինչեւ այս վերոհիշված մի քանի Սահմանադրության փոփոխություն արտադրանքի բաժանման օրենքի կիրառում, Աֆինաժային գործարան, հավաստագրված լաբորատորիա, չվերամշակված հումքի արգելում արտահանելը, փակ բաժնետիրական ընկերությունների արգելում, նրանց հետ պայմանագիր չկնքելը, բոլոր պայմանագրերը կնքել բաց բաժնետիրականի հետ, որոնք գրանցված են միայն Հայաստանի տարածքում, մակրություն պրազարաչնեց, թափանցիկություն հանքարդյունաբերության մեջ լինել հնարավոր չէ եւ վերահսկողությունն էլ հնարավոր չէ։ Եթե չգիտես ինչ ես վերահսկում, ինչպես դեպքում ինչու Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կառավարությունը շահագրգռված չի, որպեսզի իրականացնի այդ ձեր թվարկած ծրագիրը։ Ուրեմն ինչ որ խանգարող բան կա։ Շատ ճիշտ եք։ Խանգարող բան շատ կա, քանի որ ասեցի մինչև 21 թվականը այդ օրենքները չեն աշխատել, առաջի անգամ հարկային դաշտ մտավ այսօրվա իշխանության ժամանակ, փաստորեն ստացվում է 90 թվականից մինչև 21 թվականը 30 տարի հանքարդյունաբերությունը հսկողության տակ չի եղել։ Հայաստանի համար չի աշխատել։ Հայաստանի համար եւ ժողովրդի եւ պետության համար չի աշխատել։ Ամեն ինչ դանդաղ է արվում եւ այսօրվա իշխանությունը, ինչքան գիտենք, փորձեր է անում, չի ստացվում։ Ինչու՞, որովհետեւ Հայաստանում այսօր աշխատում են միջազգային մոնոպոլիստներ, որոնք 30 տարի եթե կարողացել են թալանել, նրանք աշխատում են այդպես որ շարունակել արհեստական եւ հիմնավոր պատճառներով նրանք դժվարություններ են ստեղծում կառավարության համար եւ դրա համար ինձ թվում է կառավարությունը ուզում է
այդ օրենքները մտցնել, բայց այսպես ասած մեծ օպոզիցիա կոչվածը, որը իրականում ոչինչով չի օգնում, որպեսզի պետական սիստեման ավելի ճիշտ աշխատի, ընդհակառակը արգելք է հանդիսանում, որպեսզի ճիշտ օրենքներ ընդունվեն, մենք տեսնում ենք ազգային ժողովին ժամանակ ինչպես են օրենքները ընդունվում։ Հենց կարևոր օրենքը ընդունելուց оппозиցիան դուրս է գալի դահլիճից, փոխանակ օգնի, որպեսզի ճիշտ օրենքը ընդեղ դա ժամանակավոր դժվարությունները ինձ թվում է նոր այս ընտրություններից հետո կառավարությունը կհաղթահարի ամեն ինչ լավ կլինի։ Ես կարծում եմ շատ հանքարդյունաբերողներ համաձայն չեն լինի ձեր այդ տեսակետի հետ, որ իրենք աշխատում են Հայաստանի դեմ, հակառակը նրանք ցույց կտան աշխատատեղերը, ցույց կտան բարձր աշխատավարձեր, ընդհանրապես հանքարդյունաբերողների հետ այդ դիալոգը, այսպես ասած, ես կարծում եմ, որ չկա պետության եւ նրանց, ասենք, կազմակերպությունների մեջ փոխադարձ նորմալ աշխատանք, թե ոչ։ Շատ ճիշտ եք, շատ ճիշտ հարց տվեցիք, այդ փոխհարաբերությունը ոչ թե պիտի լինի պետության եւ հանքաշահագործողի մեջ լեզվակռվի միջոցով, այլ պիտի լինի օրենքի սահմանում։ Եթե այսօրվա կարգավորող հանքարդյունաբերությունը համաձայն համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքով է լուծվում, իսկ Հայաստանի կառավարությունը այդ օրենքը մինչև հիմա չի ընդունել։ Դա 50%-ն է։ 51-ից ավելին։ 51-ից ավելին, որ պիտի մնա այն տարածքին, այն ժողովրդին, որ դա վերաբերում է միայն գումարին, թե դա վերաբերում է նաև կառավարմանը։ Եվ կառավարմանը, եւ 100% կառավարմանը, որովհետեւ ինվեստորը եւ շահագործողը երբեք հանքի տերը չի դառնում, հանքի տերն է կառավարում ամեն ինչը, նրանք միայն աշխատանքներն են ղեկավարում, իսկ արժեքն էլ այդ օրենքով է, բաժնամասերն էլ այդ օրենքով է ղեկավարվում եւ բաժանվում, քանի դեռ Հայաստանի իշխանությունները այդ օրենքը չեն ընդունել, չեն կարող համաձայն միջազգային օրենքների աշխատել եւ այդ վեճը կլինի լեզվակռվի ձևով, իսկ այդ օրենքը ընդունելուց հետո ոչ մի հանքաշահագործող չի կարող ասել, որ ես դեմ եմ միջազգային օրենքին։ Ավտոմատ կլուծվի։ Ունեք արդյոք տեղեկություններ, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ հարցով զբաղվում է, արդյոք մշակում է այդպիսի օրենսդրական ազգային ժողովը, մշակում է այդպիսի օրենսդրական նախագիծ, ճիշտ է, հիմա փոխվեց ազգային ժողովը, բայց այնուամենայնիվ ունեք նման տեղեկություններ, որ կա այդպիսի գործընթաց։ Լուրջ գործընթաց կա, չգիտեմ, բայց խոսակցությունները արդեն կաբինետներում եւ դրսում խոսում են այդ մասին, որ կառավարությունը նույնպես պիտի գնա միջազգային օրենքների ընդունումով եւ ղեկավարումով հանքարդյունաբերությունը։ Բացի դրանից փորձը ցույց է տալի այն կառավարությունները, որոնք այդ միջազգային օրենքներով չեն աշխատում եւ իրեն ընտրած ժողովրդի շահերի մասին չեն մտածում, այդ կառավարությունները ապագա չունեն։ Այսօրվա կառավարությունը, քանի որ ժողովուրդն է ընտրել, ուզեն չուզեն այդ օրենքը պետք է ընտրեն, ուզեն չուզեն պիտի հայ ժողովրդի շահերի մասին մտածեն, որպեսզի իրենց պաշտոնները պահպանեն։